Աստուծո խոսքն ասում է. հնազանդվեք Տիրոջ հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ Սա հատված է այսօրվա եկեղեցական ընթերցվածքից եւ այսօր Արարատյան շաբաթի 4-րդ օրն է։ Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ։ Այսօր Արարատյան շաբաթի 4-րդ օրն է, մի շաբաթ, որտեղ մենք հիշում ենք եւ տոնում ենք այն սրբերին, Սուրբ Գայանյաց, Սուրբ Հռիփսիմեաց, Գրիգոր Լուսավորչին, որոնց գործնեության ժամանակ տեղի է ունեցել մեր ազգի պաշտոնական դարձը Քրիստոսին, եւ դրանից հետո մենք ոսկե դար ենք ապրել, կոչվել ենք քրիստոնյա։ Բայց այսօր 5 շաբթի օրը Արարատյան շաբաթի հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Հովհաննես Մկրտչին եւ Աթանագինե եպիսկոպոսին։ Առաջի հայացքից թվում է, թե ինչ կապ ունի Սուրբ Հովհաննես Մկրտիչը, որ հայ չէր, Արարատյան շաբաթի հետ։ Ինչ կապ ունի Աթանագինե եպիսկոպոսը Արարատյան շաբաթի հետ, կամ ով էր Աթանագինե եպիսկոպոսը։ Այս մասին է այս զայնագրությունը, սիրելի բարեկամներ, սա մեր պատմությունն է, սա մենք պետք է իմանանք։ Խնդրում եմ լսեք այս զայնագրությունը, կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ իմանան, եւ վերջում էլի ես ձեզ կհիշեցնեմ Աստուծո խոսքը, որ ընթերցվում է այսօր բոլոր եկեղեցիներում, որ հնազանդվեք Աստուծո հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ Տեսնում եք, Աստված բարձրացնում է նրանց, ովքեր հնազանդվում են իր հզոր ձեռքի տակ, բայց այդ մասին մի քիչ ուշ։ Ուրեմն այսօր Արարատյան շաբաթի 4-րդ օրն է եւ եկեղեցին տոնում է Սուրբ Հովհաննես Մկրտչին։ Սա Սուրբ Հովհաննես Մկրտչի 3-րդ տոնն է։ Մենք տոնում ենք առաջի երկուսը կապված են Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան եւ Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակությունների հետ, իսկ սա Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները Հայաստան բերելու տոնն է։ Հիմա քիչ հետո ավելի մանրամասն կպատմեմ այդ մասին։ Հիշեք մի բան, որ Սուրբ Հովհաննես Մկրտչի մասին Տեր Հիսուս Քրիստոսն ասեց, որ կանանցից չի ծնվել ավելի մեծ մարգարե, քան Սուրբ Հովհաննես Մկրտիչը։ Այս տեսակի Սուրբ մարդ էր, խնդրում եմ իր վարքը կարդացեք, սովորեք, որպեսզի իմանաք, թե ինչ մարդ էր Սուրբ Հովհաննես Մկրտիչը։ Հիմա Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնը եւ Աթանագինե եպիսկոպոսի տոնը ինչ կապ ունեն Արարատյան շաբաթի հետ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ որ Խորվիրապից դուրս եկավ, ինքը մոտ 2 ամիս քարոզում էր ավետարանը եւ սովորեցնում էր մեր թագավորին, տրթաթագավորին, հայոց արքունիքին, էլիտային եւ ժողովրդին, ամբողջ Հայաստանում մեկ գնում էին, ձիրով գնում էին, գավառները մարդկանց սովորեցնում էր Աստուծո մասին, քարոզում էր ավետարանը, որ եկեղեցու առաքելությունն է, քարոզել Սուրբ ավետարանը։ Բայց ինքը չէր կարող մկրտել, ինչու, որովհետև Սուրբ Գրիգոր Լուսավորիչը աշխարհիկ մարդ էր, աշխարհական մարդ էր, ոչ թե աշխարհիկ, այլ ինքը աշխարհական մարդ էր, ինքը քահանա չէր այդ ժամանակ, ինքը եպիսկոպոս չէր, ինքը ամենայն հայոց կաթողիկոս չէր։ Սո ինչ են անում, իրենք գնում են խմբով, գնում են Սեբաստիա քաղաքը, ներողություն, Կեսարիա քաղաքը, որ թուրքերեն կոչվում է Կայսերի եւ ինքը հռոմեական քաղաք էր այդ ժամանակ, հիմա գտնվում է Թուրքիայի, որ նայում եք Թուրքիայի քարտեզին ցենց մեջտեղում է գտնվում, գնում են Կայսերի քաղաքը եւ այնտեղ կար Ղևոնդիոս հայրապետը եւ Ղևոնդիոս հայրապետի կողմից ինքը ձեռնադրվում է որպես քահանա եւ եպիսկոպոս, հայոց եպիսկոպոս եւ գալիս է դառնում է հետո դառնում է ամենայն հայոց կաթողիկոս։ Ուրեմն երբ որ Ղևոնդիոս հայրապետի կողմից հետ է գալիս, իրենք շատ են սիրում ու հարգում Գրիգոր Լուսավորչին եւ հայերին, մանավանդ լսել են թե Գրիգոր Լուսավորիչը ինչ տանջանքներ ա քաշել Քրիստոսի համար 13-ից 15 տարի Խորվիրապի այդ վիմում, տիղմի, օծերի, կարիճների բաների մեջ։ Ղևոնդիոս հայրապետը, երբ որ Գրիգոր Լուսավորիչը ետ պիտի դառնար, իրեն նվերներ ա տալիս։ Այն ժամանակ էլ եւ հիմա քրիստոնեության մեջ շատ հարգի են սուրբ մարդկանց մասունքները, հա, ասենք կարող է մի կտոր ոսկոր ձեռքից կամ բան, եւ Ղևոնդիոս հայրապետը Գրիգոր Լուսավորչին տալիս է Սուրբ Հովհաննես Մկրտչի եւ Աթանագինե եպիսկոպոսի մասունքները։ Սուրբ Հովհաննես Մկրտիչն իմացանք, Աթանագինե եպիսկոպոսն ով էր։ Աթանագինե եպիսկոպոսը Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսն էր, որը վերջերս էր այդ դեպքերից վերջերն էր նահատակվել Դիոկլետիանոս կայսեր հալածանքների ժամանակ։ Այն ժամանակ Հռոմում դրանից առաջ կայսեր կար, Դիոկլետիանոս էր անունը, որը Ներոնի պես շատ էր հալածում քրիստոնյաներին։ Ու տեսեք Ագաթանկեղոսը, հայոց պատմիչը, որ ականատեսներ է ամեն ինչի,
իր հայոց պատմության, հայոց դարձի պատմության այս գիրքը, որ ես միշտ մեջ բերում եմ, խնդրում եմ դուք էլ կարդացեք, ամեն հայ մարդ պետք է այս գիրքը կարդա, ուրեմն 284-րդ էջում 810 համարում գրում է ասպես. երբ վերադառնում էր նա հունաց կողմերից, այսինքն Կեսարիայից վերադառնում էր, իր հետ բերել էր մեծ մարգարե Երանյալ Հովանես Մկրտչի ու Քրիստոսի Սուրբ Վկա Աթանագինեսի ոսկորների նշխարները, երբ եկան հասան մեհյանների դիմաց Եփրատ գետի մոտ, կամենում էր նրանց վեր հանել մեհյանների բարձրավանդակ տեղը, կործանել բագիները եւ նրանց վկայանները շինել։ Ուրեմն Ագաթանկեղոսն էլ ասում է, որ սուրբերի նշխարները Սուրբ Հովանես Մկրտչի եւ Աթանագինեսի բերում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչն իր հետ, Վարդսրբոցում ասում է, որ Աթանագինեսը նաեւ Գրիգոր Լուսավորչի աներոջ տղեն էր, այսինքն իր աներոջ տղեն էր եւ երևի այդ պատճառով էր Ղևոնդիոս հայրապետը իրեն տվել նաև իր ոնց որ ասած ազգականի սուրբ նահատակ մարդու նշխարները։ Երբ որ գալիս են հասնում են Հայաստան աշխարհ, այստեղ այդ բագիների մասին կարդացիք, երբ որ պիտի Եփրատ գետը անցնեին, կառքերը կանգնել, որտեղ դիմաց այնտեղ աստղիկի, այնտեղ ոսկե հատի, չգիտեմ, մի հատ ուրիշ կար Վահեվանքի, տենց Վահեվանյան տենց բագիներ կային, իրանց կրապաշտական տեղեր կային, այդտեղ կանգնում են կառքերը, չեն կարողանում անցնել եւ Աստուծո հրեշտակն է երևում Սուրբ Գրիգոր Լուսավորչին, ասում է, որ Տիրոջը հաճելի եղավ, որպեսզի այս մասունքները այստեղ իրենց հանգիստ ունենան եւ պատվիրում է, որ Գրիգոր Լուսավորիչը այդտեղ եկեղեցի կառուցի, մատուռ կառուցի եւ այնտեղ դրվեն սուրբ մասունքները։ Եվ հրամայում է, որ զինվորները գնան այդ կռապաշտական տեղերը քանդեն, գնում են ինչով ասես փորձում են ոչ մի կերպ չեն կարողանում քանդել եւ Գրիգոր Լուսավորիչը ելնում է, խաչը պահում է, աղոթում է եւ ասում է Տիրոջ խաչի զորությամբ ու մեկ էլ մի այնպիսի հողմ է բարձանում այն օրվա ապարանի ու Գյումրիի հողմից էլ շատ ավելի ուժեղ, շատերը երևի տեսակ ինտերնետով, մի հատ տենց հզոր հողմ է բարձանում, այդ քարե այդ կռապաշտական այդ մեհյանները ամբողջը քանդվում են։ Եվ այդտեղ ժողովուրդը շատ զարմանում է այդ հրաշքի վրա եւ մարդիկ գալիս են Քրիստոսին։ Տասնյակ հազարավոր մարդիկ մկրտում են, մոտ 2 ամիս Գրիգոր Լուսավորիչը մկրտում էր, ինքը արդեն բաներ եպիսկոպոս էր, մկրտում էր եւ հայոց թագավորը Աշխեն Տիկնոջ եւ Խոսրովի դուխտիր քրոջ հետ գալիս են Բագարան, այնտեղ դիմավորելու Սուրբ Գրիգոր Լուսավորիչին, որն արդեն գալիս էր Հայաստան աշխարհ որպես եպիսկոպոս, եւ Գրիգոր Լուսավորիչը տոն է նշանակում, որ ամեն տարի հիշատակվեն այս Սուրբ մասունքների, Սուրբ Հովանես Մկրտչի եւ Աթանագինես եպիսկոպոսի մասունքների այդ իրենց Հայաստան գալու եւ իրենց տեղը գտնելու այդ հիշատակը։ Հետագայում եկեղեցու հայրերը որոշեցին, որ քանի որ այս դեպքերը կապված են հայոց դարձի հետ, մեր ազգի դարձի ու ապաշխարության հետ, այդ տոնը տեղափոխեցին այս Արարատյան շաբաթի մեջ, այս 5 շաբթի օրը, դրա համար այսօր, երբ որ դու գնաք եկեղեցի, պատարագի ժամանակ կտեսնեք, կլսեք Սուրբ Հովանես Մկրտչի եւ Աթանագինես եպիսկոպոսի մասին, որոնք շատ սուրբ եւ օրինակելի մարդիկ էին։ Հիմա այս ամեն ինչ կապ ունի մեր հետ այսօր։ Սիրելի ժողովուրդ, մեր ազգը անցնում է շատ ծանր ժամանակներով, մեր շուրջը պատերազմ է, շատ վտանգավոր, շատերը խոսում են միջուկային պատերազմի մասին, որը կարող վերջ բերի այս աշխարհին կամ էլ բնաջնջի մարդկության մի ամբողջ մեծ մաս, օրինակ հայտնության գրքի մեջ, Հովանու հայտնության գրքի մեջ, որտեղ նկարագրված են աշխարհի վերջի իրադարձությունները, ասում է, որ մի մեծ արհավիրք եղավ եւ ասում է երկրի բնակչության 1/3-ը ոչնչացավ։ 1/3-ը, եթե ասենք 9 միլիարդ մարդի մասին է խոսքը գնում, 8-9 միլիարդ մարդու, 1/3-ն անում է 3 միլիարդ մարդ։ Այդքան մարդ կարող ոչնչացա եւ ըստ հայտնության գրքի ոչնչանում են։ Ես չգիտեմ դա երբ կլինի եւ ինչքան կլինի աշխարհի բնակչությունը, բայց գիտեք ինչ է ասում, ասում այն 2/3-ը էլի դարձի չեկավ, էլի չհասկացավ, էլի չջոգեց որը որից հետո է, չեկան Քրիստոսին, չհնազանդվեցին Աստծո հզոր ձեռքի տակ։ Սիրելի հայ մարդիկ, որ դուք լսում եք այս ամեն ինչ ու տեսնում եք այս ամեն ինչը կատարվում է, իմաստուն եղեք, ճանաչեք Աստծուն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որ քարոզում էր
մեր ազգին, ասում էր ճանաչեք Աստծուն, առաջի բանը որ դուք պիտի ճանաչեք Աստծուն, եւ ոնց ճանաչես Աստծուն, եթե մատդ չես տալիս, Աստվածաշունչ չես կարդում, որտեղից ճանաչես։ Ոչ ես կարող ասի իմ Աստված իմ սրտի մեջ է, ոչ, Աստվածաշունչն ասում է Աստուծո օրենքը պետք է լինի քո սրտի մեջ։ Եվ ոնց Աստուծո օրենքը լինի քո սրտի մեջ, եթե դու Աստվածաշունչը չես կարդում։ Դրեք օրեկան 5 գլուխ կարդացեք, 4 ավետարաններից սկսեք, ավետարան ըստ Մատթեոսի, ավետարան ըստ Ղուկասի, մի հատ ճանաչեք Աստծուն, ինչ է ասել Տեր Հիսուս Քրիստոսը, ինչ անել, ինչից խուսափել, ինչից զգուշանալ, ում մոտ վազել, ինչ ոնց անել, ոնց աղոթել, ինչ բաներից զգուշ մնալ, ինչից չխաբնվել, այս ամեն ինչը գրված է Աստվածաշունչի մեջ, որպեսզի մենք կյանք ունենանք։ Դրա համար այսօրվա ընթերցվածքը այս ամեն ինչի մեջ ասում է մեր ազգին. հնազանդվեք Աստուծո հզոր ձեռքի տակ, որպեսզի նա ձեզ ժամանակին բարձրացնի, այսինքն եթե չհնազանդվեք, չի բարձրացնի։ Աստված չի բարձրացնի մարդկանց, ովքեր չեն հնազանդվում իրեն։ Իսկ հավատալ Քրիստոսին նշանակում է հնազանդվել Քրիստոսին, հնազանդվել իր պատվիրաններին։ Խնդրում եմ ձեզ սիրելի ժողովուրդ, լսեք այս բաները, թող ստեղից չմտնին, դեղից դուրս գա։ Այ որ լսում եք, գնացեք, մոտեցեք ձեր գրապահարանին, վերցրեք ձեր Աստվածաշունչը, միգուցե փոշի անստացվեր են, մի հատ այդ փոշին սրբեք, բացեք ցանկի մեջ, նոր կտակարան, ավետարան ըստ Մատթեոսի, ավետարան ըստ Ղուկասի եւ սկսեք կարդալ օրեկան 5 գլուխ։ Դրանից հետո Սաղմոսները կարդացեք 5 կտակարանից 150 Սաղմոսներ։ Դրանից հետո կարդացեք առակած գրքերը եւ դրանից հետո կարդացեք ամբողջ Աստվածաշունչը, վերցրեք ձեր Աստվածաշունչը, գնացեք ձեր մոտակա հայրաքելական եկեղեցին ու հարցրեք ձեր քահանային, ասեք Տեր հայր, ես ուզում եմ ապաշխարել, ես ուզում եմ Քրիստոսով ապրել իմ կյանքը, ես ուզում եմ պինդ բռնել Քրիստոսից եւ հնազանդ ապրել Քրիստոսին, ես ուզում եմ հնազանդել Աստուծո ձեռքի տակ, ես ուզում եմ խոստովանել իմ մեղքերը, զղջում եմ դրանց համար, որտեղից սկսեմ, ինչ անեմ, ես ուզում եմ ամեն կիրակի պատարագի գալ, բայց չեմ հասկանում պատարագը, որտեղ սովորեմ, ով ինձ կսովորեցնի, դուք կսովորեցնեք ինձ, ու ձեր քահանան ձեզ ճանապարհ ցույց կտա, ձեզ կսովորեցնի, միգուցե դասընթացների ժամկետներ կնշանակի եւ այսպես մեր ազգը դարձի կգա, կհնազանդվենք Աստուծո հզոր ձեռքի տակ եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ում փառք Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին ժամանակին կբարձրացնի մեզ եւ կփրկի ու կհանի ծանր վիճակից եւ հավիտենական կյանք խոսքը տա։ Մենք ամեն ինչից առաջ պետք է փնտրենք Աստուծո արքայությունը, իսկ դա երկնքում աստեղ երկրի վրա չի, ստեղ վերջանալու գնալու է ամեն ինչը։ Եվ Աստուծո արդարությունը, մնացած բաները մեզ կտրվեն ավելիով։ Այդ թե կարդաք Աստվածաշունչը, ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6, վերջի համարներն է։ Տեր Հիսուսն ասեց, բայց դուք նախ փնտրեցեք երկնքի արքայությունը, Աստուծո արքայությունը եւ Աստուծո արդարությունը, եւ մնացած բաները ձեզ կտրվեն ավելիով։ Սա նշանակում է, որ մինչեւ Աստուծո արքայությունը փնտրելը ձեր առաջին նախընտրությունը չլինի, առաջի բանը, որ դուք ուզում եք այս կյանքում, ձեզ ոչ մի բան չի տրվի մնացած բաները։ Տեր Հիսուսն ասում է, եւ մնացած բաները կտրվեն ձեզ ավելիով։ Դե լավ եղեք սիրելի ժողովուրդ, Աստված օգնական ու պահապան մեզ եւ եկեք ճիշտ օգտագործենք այս շաբաթը, դարձի գանք ու ապաշխարենք։ Բարի օր բոլորիդ։